բա այդ փաստաթղթերում կարող եք մի հատ տող նշել, որ ըստ այդ տողի արդեն կողմնորոշ կանխորոշված էր, որ Արցախի հարցը Ադրբեջանի առանցքային ամբողջականության մեջ է։ Չեք պատկերացնի ինչքան շնորհակալ եմ այդ հարցի համար։ 1996 թվականի դեկտեմբերի Լիսաբոնի գագաթաժողովում ասվել է, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ղարաբաղի հարցը պետք է լուծվի ինքնորոշման սկզբունքի հիման վրա, Լեռնային Ղարաբաղին շնորհելով ինքնակառավարման կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Այդ նախադասությունից հետո չի եղել ոչ մի ուրիշ տարբերակ Ղարաբաղի հարցը այլ կերպ լուծելու։ Ես իմս ասեմ էլի, որովհետև այդ Լիսաբոնի բանը որ եղել է, մեր կողմից վետո է դրվել այդ որոշման վրա, բայց այն փաստաթղթերը, որ դուք հրապարակել եք, մի վարքյան կներեք, էլի ավարտեմ։ Նույնիսկ 19 թվի ձեր օրոք, որ այդ փաստաթուղթը դարած էր սեղանի, այնտեղ նման տող չկար, բացի դրանից գրված էր, որ կարգավիճակը պետք է հանրաքվեի միջոցով որոշվի, ընդ որում հանրաքվեի վրա որևէ սահմանափակում չկա, ընդհանուր միջև բարձրագույն սուվերենության պահանջի կարային դդեին։ Ու նույն ձևի գրած է, որ եթե դաժե դա հետո արվի, բնակչությունների քանակությունը տոկոսային հարաբերությամբ 70 քանիսի 20 քանիսի պետք է արվի։ Ես դրա համար ես դրան տասնյակ անգամ անդրադարձել եմ։ Թող լիներ։ Մի վարքյան։ Թող լիներ։ Մինչև 2010 թվականի թող լիներ։ Մի հատ բան էլի, որ 19 թվականի դուրսությամբ այն փաստաթուղթը, որ եղել է սեղանին, այնտեղ որևիցե տող չկա գրած, որ Արցախի հարցը պետք է լուծվեր Ադրբեջանի։ Այնտեղ հստակ գրած է, որ Արցախի հարցը չի կարա լուծվի այլ կերպ, քան Ադրբեջանի տարածքային ամբողջականություն։ Ձեր ազգանուն ինչ է։ Ես Արտուրն եմ Օսիպյան։ Պարոն Օսիպյան, ուրեմն ես այդ թեմայով Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, լսեք, ինձ բան եք ասել, ասել եք բան կա գրած, ես խնդրում եմ հնարավորության դեպքում կնշեք էլի այդ 19 թվի վրա, որտեղ կան նշած, որ Ղարաբաղը պետք է տեսեք։ Հա, սա Սիքսենք, որ այս հարցին պատասխանը ես չընդունեցի, որ ես ուշադիր ընթերցել եմ, նման բան չկա։ Լսեք, ուրեմն այդ փաթեթի վերաբերյալ ես Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին 3-ին հրավիրել եմ բանավեճի։ 3-ին հրավիրել եմ բանավեճի, եւ այդ բանավեճը եղել է այս նույն թեմայի մասին։ Չէ, չեն եկել, գիտեք ինչի չեն եկել։ Եկել կրված է խրվածին չեն եկել, ինձ խարվեք։ Քոչարյան Սերժ, ես ոչ Քոչարյանն եմ, ոչ Սերժ, երբ որ մենք Ղարաբաղ, հետո սա երկրորդ հարցն է, էլի։ Սա բերեք թողենք էլի կնշեք, եթե կա նման բան նշեք, որ արցախցիներն էլ իմանան, որ ըստ փաստաթղթի կա ֆիքսած, որ դուք պալոբամը պետք է մնայիք Ադրբեջանի կազմում։ Ուրիշ տարբերակ չկա։ Չէ, մի վարքան, ես հարց եմ տալի, դա ձեր ասում եմ ըստ փաստաթղթի կարելի է նշեք։ Այո, կարելի է էլի կնշեք։ Հրապարակված են այդ բոլոր փաստաթղթերը։ Ես այդ բոլոր փաստաթղթերը հատկացել եմ։ Ճիշտ չեք ընթերցել։ Լսեք, ես տասնյակ ելույթներ եմ ունեցել այդ թեմայով։ Հարցազրույցներ եմ ունեցել այդ թեմայով։ Խոսել եմ փաստաթղթերը չկա։ Հարցի պատասխան չկա։ Կներեք Կա 92 թվի ընդունված բանաձևը ԵՀԿ-ի մեջ։ Եղբայր, այդ ամենը մանիպուլյացիա է։ Այդ ամենը մանիպուլյացիա։ Ղարաբաղի, ես ձեզ ասում եմ, Ղարաբաղի հարցը եղել է թակարդ, որպեսզի Հայաստանին այդ թակարդում պահեն։ Եվ ես հպարտեմ, որ Հայաստանը թակարդից անեն։ Դուք եք ասել, որ մեզ պարանը գցել են, բայց որ բանի Միջանցքի բան եք արել, հարց եք իբր թե լուծել։ Ինչ։ Միջանցքի չասենք, Մայրուղի ասենք։ Ինչ։ Էլի չեք գնացել Ամերիկայից բան երաշխիքներ գտել, որ կրակոցներ եք կանգնեցրել։ Ինչ հարցեր լինի, պարոն Փաշինյան, մի վարքան էլի, ինչ հարցեր լինի, կողից անպայման մեկը փորձելով ադրանով ինքը իր շահը խառնվի ու իր շահերը։ Մենք էլ պետք է մերը անենք։ Այդ չի նշանակում, որ եթե այնտեղ Ռուսաստանը մեր շահերը, մերը գրած է Հայաստանի Հանրապետության հռչակագրում, որը որ դուք անվանել եք, գիտեն, պետության Ես չեմ ընդունում հռչակագիրը։ Դա կոնֆլիկտի հակապետական հռչակագիր է, էլի դա կարծիք։ Ես չեմ ընդունում։ Մի վարքան, բայց մի հարց եմ, կարևոր հարց։ Շատ եք ասում, էլի փող ենք տվել Ղարաբաղցիներին։ Այդ եմ ասում, էլի ում եք տվել։ Բոլորին։ Ուրեմն քննչականումը տասնյակ միլիարդների փոխանցումներ կա,
ձեր օրոք, որը որ գնացել է կոնկրետ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի եւ իր շուրջ, սա փաստաթղթավորված է, սա օթում զորուսներ չեմ անում։ Չեմ հասել ստե որպես ինչ որ Ես չեմ կարող բացառեմ, տեսեք։ Այդ եմ ասում, որ այն երբ որ մենք Արցախն պայքարում ենք կլանի դեմ, դուք այդ կլանի միլիարդներով սնում եք։ Մենք ժողովուրդն ենք միլիարդ։ Ասում եմ, այդ մի վարքան, այդ դուք Արայիկ ինչ եք տվել։ Դուք Արցախը մի վարքան, այդ տվել եք, այդ 10 միլիարդները որ տվել եք։ Բայց ես չի կարող։ Թողեք ավարտեմ, էլի խնդրում եմ, էլի։ Ես չի կարող։ Բայց հարց եմ տալի, որ փոխանցել եք 10 միլիարդներ։ Հասկացել եմ, էլի, ավարտեմ։ Այդ չեք հետևել այդ փողերի վրա։ Բա այնա այդ փողերը գնացել է սաղ կլանի ջեբերը նստել, այդ կլանի դեմ որ մենք պայքարում էինք ընդեղ, դուք այդ կլանի միլիարդներով սնել եք ու ասում եք փողը ուղարկել ենք ժողովրդին, ժողովրդին չեք ուղարկել, եկել եք Ղարաբաղ, համագործակցել կոռուպցիայի հետ Արայիկ իշխանության բերելով, ստեղ առանց զրույցի էլի։ Ինչով եմ ես իշխանություն Որտեղ Արայիկին դուք չեք աջակցել Աջակցել եմ, բայց Ղարաբաղի ժողովուրդը պետք է ընտրի։ Մի վարքան ու Արայիկի փողը աջակցել։ Մի վար չխառնվեիք, ուղղակի եթե չխառնվեիք, ո՞նց չեք խառնվել։ Ինչով եմ խառնվել։ Ասեմ ոնչով եք խառնվել։ Եկել եք Ղարաբաղ 18 թվին։ Այն ժամանակներ արդեն մարդիկ ճանապարհներ էին փակել, հրաժարական։ Եկել եք ասել Բակո Սահակյանը պետքա մնա։ Այդ մի հատ տենց է գոլուշից արել։ Ընտրությունների ժամանակ, երբ որ մենք պայքարում ենք այդ Թալանչի կլանի դեմ, դուք Արայիկ Հարությունյանին միանշանակ աջակցություն եք հայտնել ու աշկ փակել Արայիկ Հարությունյանի փող բաժանելու վրա։ Դուք շատ լավ վրա աչք չեմ Չէ, այդ միլիարդները ուրեմն եթե դուք տեղյակ չեք, պարոն Փաշինյան, այդ միլիարդները կա քաղաքական համակարգ եւ երկրի քաղաքական համակարգի հետ մենք աշխատել ենք։ Ես չէի գալու Ղարաբաղում իշխանափոխություն անել։ 50 միլիարդը sense ուղարկել եք Ղարաբաղ, չեք էլ հետևել որտեղ, հա Հայաստանի Հանրապետության բյուջեի նման է։ Հովասելով չի։ Այդ 150 միլիարդից թոշակառուները թոշակ են ստացել ավելի բարձր, քան Հայաստանի Հանրապետություն։ Նպաստառուները նպաստել ասեք չխանգարեք, բայց ասում եմ ձեզ։ Չէ, գողի նպաստառ, բա մարդիկ ինչով են թոշակ ուղարկել։ Հիմա ես մնացած Ոչ չուղարկենք, պետք է ասեք Հայաստանը փողերը փակել է, որ Ղարաբաղի ժողովուրդը սոված մնա։ Մենք նման երբեք բաներ չենք արել, ասում եմ, երբ որ մենք Արցախում պայքարում էինք, Թալանչի կլանի դեմ դուք նրանց օգնում եք։ Ես չգիտեմ, ասում եմ, մի րոպե այնա քնչականում։ Ձեր ուղարկած միլիարդները, որը որ գնացել է Արայիկ ու երրորդ հասնեմ տալի ու գնամ։ Ես չգիտեմ, դուք ով եք ում դեմ եք պայքարել ու ովքին եք պայքարել։ Լավ չի որ չգիտեք, որ եթե իմանայիք, որտեղ անհնար է, դուք Արցախին հետևայիք ու մեզ չգիտեք։ Ինչի պետք է իմանայի։ Ինչի պետք է իմանայի։ Հիմա կարևորացնում Այսինքն դուք ժողովուրդ եք ներկայացրել, դուք կազմակերպ ում եք ներկայացրել, որ պետք է կուսակցություն ենք եղել ու ընտրությունների ժամանակ 90% ուշադրությունը մեր վրա էր, անհնար էր 90% ուշադրություն ձեր վրա էր, գնայիք ընտրվեիք։ Փողեր չբաժանեիք, կգնայինք Ինձ եք ասում Արայիկի միջոցով, Արայիկին։ Ես ոչ մեկի միջոցով փողեր եք։ Որևէ մեկն չի կարող մեղադրի փող բաժանելու մեջ։ Չի մի վարքան։ Ես ժողովուրդ, ուրեմն Ղարաբաղի հետ կապված իմ բոլոր հայտարարությունները եղել են, որ ժողովուրդը պետք է ազատ կամ արտահայտության հնարավորություն ունենա։ Չի եղել, հեսա կասեմ Չի եղել, կարևորագույն հասնեմ տալ, էլի Հայաստանի Հանրապետության անվտանգությունից է ելնա։ Այո։ Հիմա մի վարքան, ասում եք Հայաստանի Հանրապետության անվտանգության գլխավոր երաշխիքը դա լեգիտիմությունն է, ճիշտ եմ հասկանում։ Հիմա նայեք, Արցախի հարցը Մինսկի խումբից լուծարել եք, արանքից հանել եք։ Ադրբեջանը ինքը պահանջ է դնում, ընդ որում հիմնավորը միջազգային ըստ միջազգային իրավունքի։ Պահանջը ինչումն է, ասում է բանը Ադրբեջանի փախստականները պետքա վերադառնան։ Ում դեմ է դնում պահանջը։ Պահանջը մի վարքան, պահանջը համենայն դեպս երբ որ հայտարարում է։ Համենայն դեպս չի մեր օրակարգում տենց հարց չկա։ Մի եկեք ստի բաներ խոսացեք։ Հիմա դուք կարում եք այս իր ասելով չի, դու ինչ ես եք այստեղ ադրբեջանական նարատիվներ տանում։ Իր ասելով նարատիվները դուք իր ասելով չի։ Բայց մի քիչ ցածր խոսացեք։ Դե մի եկեք ցածր դեմը ոչ սեջ կա, ոչ Քոչարյան որ տենց կեղտում խորոց ունի, դուք էլ մատ թափտա։ Դու դեպքան որ թափստա։ Ինչա ցածրն է։ Եկեք այստեղ ադրբեջանական Ադրբեջանի նարատիվները ասում են Արցախն կառուցել։ Այո, չեք կառուցել, չեք կառուցել։ Դուք եք փոստա կառուցել, ինքն բանանել եք։ Ո՞նց ես բանալու։ Ռադիկ Քաշի, համբալի մեկ։ Բացվի։ Ես իջել եմ, որ Հանգե։
մի հատ հանգիստ, հանգիստ, մի հատ հանգիստ, ես ասում եմ, բայց ասում եմ հետևյալը, հանգիստ մի հատ, հանգիստ ասում եմ, հələ ուշադիր մի հատ, լսեք մի հատ, ուրեմն ասում եմ հետևյալը և բացատրում եմ, այս Ղարաբաղի պսևդոելիտաները հորրադելն են ստեղից գնան ընդհանրապես, որերը մեկը չվելելա, արա այդ փոխածուն է, արա դու ինչ գործ ունես ստեղ ընդհանրապես, Ես ովքեր են արասրավ, եկել են մապտապտարներ, այս Ղարաբաղի պսևդոելիտաները, ռակները տաշե կարա ընդհանրապես, ով եք դու կարա, Արտուր Օսոպյանը գլուխը պատին ես տվել,